Դա հայկական իշխանությունների ոչ ողջամիտ, ոչ շատ մտածված պատկերացումն է եղել դա անելու։ Գործընկերս իր ենթադրությունը կազմում է էլի մի ենթադրության հիման վրա, որը նորից երրորդ դիրքում ենթադրության հիման վրա է կառուցված։ Կարող է հանկարծ ամերիկյան դրոնները հետախուզական մեր դեմ օգտագործվեն, հատկապես որ հեսա մեր սահմանին մոտ թրիփ է կառուցվում։ Մտահոգություններ կապված այդ դրոնների հետ չկան եւ նման մտահոգություններ արտահայտում են բացառապես Հայաստանի քաղաքական դաշտում։ Ինչ մեղադրենք, Ռուսաստանը օտար պետություն է։ Ինչ կարող ենք նրան ասել, մեր դեմ դու տնտեսական գործիքներ ես կիրառում։ Այո, կարող է կիրառի։ Ինչ կարող է անել Մոսկվան։ Մոսկվան ինչ կարող էր անել, անում է։ Անում են անգամ այսօր։ ԱՄՆ փոխնախագահ Վենսի այցը հայ-ամերիկյան հարաբերություններում նոր էջ բացեց։ Ինչ կտա մեզ մոլորակի թիվ 1 գերտերության հետ ռազմավարական համագործակցությունը։ Արտաքին քաղաքական վեկտորի վերանայում է սա, թե դիվերսիֆիկացիայի փորձ։ Մեծ ներդրումներ ստանալու հնարավորություն, թե տնտեսական կախվածության մեջ հայտնվելու հավանականություն։ Անվտանգության նոր երաշխիքներ, թե ֆորմալ խոստումներ։ Անցնող շաբաթվա գլխավոր իրադարձությունը ԱՄՆ փոխնախագահ J.D. Վենսի տարածաշրջանային այցն էր։ Այն կփորձենք ամփոփել տաղավար հրավիրված մեր հյուրերի հետ։ Այսօր կբանավիճեն Լուսավոր Հայաստան կուսակցության փոխնախագահ Դավիթ Խաչատյանն ու հայկական խորհրդի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանը։ Շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Առաջին հարցից խնդրում եմ կարճ պատասխանեք։ Արդյոք այդ այցի արդյունքները կարելի է գնահատել որպես հայկական դիվանագիտության մեծ ձեռքբերում։ Եթե այդպես գնահատենք, ուրեմն պետք է նույնը ասենք նաև ադրբեջանական դիվանագիտության ձեռքբերում, իսկ ընդհանուր առմամբ ես կասեի, որ դա արձանագրումներ Վաշինգտոնյան համաձայնությունների շարունակականության, որի գնահատականը մենք տվել ենք, այսինքն Հայաստանը համաձայնել է անխոչնդոտ ճանապարհի եւ հիմա դրա շարունակական process-ն է ընթանում։ Ձեռքբերում է։ Ես կգնահատեի դա որպես Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի ձեռքբերում, որի մեջ այո նաեւ մտնում է դիվանագիտության որոշակի աշխատանքի արժեք։ Շնորհակալ եմ, այժմ հիմա ծանոթանանք այն տեսանյութի հետ, որը գործընկերս է պատրաստել, որից հետո արդեն շարունակենք զրույցը։ Փոխնախագահ J.D. Վենսը Միացյալ Նահանգների երբևէ Հայաստան այցելած ամենաբարձրաստիճան պաշտոնյան է։ Մինչ այս 2022-ի սեպտեմբերին Երևան էր այցելել Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին, իսկ նրանից տարիներ առաջ Հիլարի Քլինթոնը, երբ զբաղեցնում էր պետքարտուղարի պաշտոնը։ ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-ին պաշտոնական այցով Երևան ժամանեց կնոջ Ուշա Վենսի եւ երեխաների հետ։ Այն, որ J.D. Վենսը փետրվարին ժամանելու էր Հայաստան եւ Ադրբեջան, հայտնի էր դարձել ավելի վաղ, երբ այդ մասին գրառմամբ անձամբ տեղեկացրել էր նախագահ Դոնալդ Թրամփը։ Փետրվարին փոխնախագահ Վենսը կմեկնի երկու երկրներ հիմնելու մեր խաղաղության ջանքերը եւ առաջ մղելու Թրամփի ուղին հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման։ Հայաստանի Հանրապետության վարչապետն ու Միացյալ Նահանգների փոխնախագահը նախ երկկողմ այնուհետև ընդլայնված կազմով հանդիպումներից հետո հայտարարեցին ձեռքբերված պայմանավորվածությունների մասին։ Փաշինյանի խոսքով Միացյալ Նահանգների փոխնախագահի պաշտոնական այցը Հայաստան ունի պատմական եւ խորհրդանշական նշանակություն։ Փոխնախագահ J.D. Վենսի այցն առանցքային նշանակություն ունեցող քայլ է խաղաղության ինստիտուցիոնալացման եւ Հայաստան-Միացյալ Նահանգներ ռազմավարական գործընկերության ընդլայնման ճանապարհին։ Վարչապետի խոսքով 2025-ի փետրվարի 7-ին Սպիտակ տանը ունեցած իրենց առաջին հանդիպումը շատ կարևոր նշանակություն է ունեցել հետագա իրադարձությունների համար։ Շնորհակալություն, պարոն վարչապետ։ Հիանալի է գտնվել այստեղ Հայաստանում։ Սա գեղեցիկ երկիր է, երկիր, որի հետ Միացյալ Նահանգների նախագահը շատ հպարտ է գործընկեր լինելու համար։ Նախագահ Թրամփն իր լավագույն ողջույններն է հղում անձամբ ձեզ, բայց նաև Հայաստանի ժողովրդին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանի ամբողջական ապաշրջափակման հեռանկարները։ Երկուստեք ընդգծել են Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի ամենակարևոր ձեռքբերումներից մեկի՝ Թրամփի ուղի նախագծի հետևողական իրագործման կարևորությունը։ Վերահաստատել են
որ այս ծրագիրը բացի խաղաղության լրջագույն դիվիդենդներից ունենալու է նաև տարածաշրջանային եւ գլոբալ նշանակություն, զարգացնելով արևմուտքից արևելք անխոչնդոտ հաղորդակցությունը։ Թրիփը բացելու է առևտրի, տարանցման եւ էներգետիկ հոսքերի մի ամբողջ նոր աշխարհ այս տարածաշրջանում եւ այն աննախադեպ կապեր կստեղծի Հայաստանի եւ նրա հարևանների միջեւ։ Դա հիանալի է Հայաստանի ժողովրդի բարգավաճման համար, բայց նաեւ կարեւոր է երկարատև խաղաղության համար, քանի որ երբ դուք ստեղծում եք այս փոխկապակցված տնտեսությունները, էներգետիկ ոլորտները եւ այլն, դա նշանակում է, որ այս տարածաշրջանը կարող է ունենալ երկարատև խաղաղություն։ Այս համատեքստում վարչապետի խոսքով մեծ կարևորություն ունի նաև Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում ընթացող երկխոսության իր տրամաբանական հանգրվանին հասնելը, այդ թվում Գյումրի-Կարս երկաթուղու բացումը։ Ասուլիսում նաև ընդգծվում է Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջև կիսահաղորդիչների եւ արհեստական բանականության ոլորտներում կնքված հուշագրի շնորհիվ կյանքի կոչված Firebird ընկերության կողմից Հայաստանում արհեստական բանականության գործարան եւ տվյալների կենտրոն կառուցելու մեգանախագիծը։ Մինչ այս հաստատվել էր Nvidia ընկերության արտադրած գերեզոր չիպերի հերթական խմբականակի արտահանման թույլտվությունների տրամադրումը։ Սրանք չիպեր են, որոնք պարզապես գոյություն չունեն աշխարհի մեծ մասում։ Դրանք այժմ մշակվելու են տվյալների սկաներներում, որոնք օգտագործում են այդ չիպերը եւ իրականում արդեն մշակվում են վարչապետի առաջնորդության շնորհիվ, եւ մենք շատ ուրախ ենք համագործակցել դրա շուրջ։ Սա շատ կարեւոր է ամերիկացի աշխատողների համար եւ կարծում եմ կարեւոր է նաեւ Հայաստանի ժողովրդի համար։ Իսկ 1-2-3 կոչվող համաձայնագիրը, որը ստորագրվեց այս այցի ընթացքում, Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ նոր էջ կբացի Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջև խորացող էներգետիկ գործընկերության ասպարեզում, կնպաստի Հայաստանի էներգետիկ ռեսուրսների բազմազանեցմանը, անվտանգ ու նորարարական տեխնոլոգիաների ներգրավմամբ։ Երբ այն ամբողջությամբ հաստատվի, դա կհարթի ճանապարհն ամերիկյան եւ հայկական ընկերությունների համար կնքելու քաղաքացիական միջուկային նախագծերի վերաբերյալ համաձայնագրեր։ Դա նշանակում է մինչև $5 միլիարդ սկզբնական ամերիկյան արտահանում, գումարած լրացուցիչ $4 միլիարդ երկարաժամկետ աջակցություն վառելիքի եւ սպասարկման պայմանագրերի միջոցով։ Հայաստանը Միացյալ Նահանգներից ձեռք կբերի VBAT տեսակի անօդաչու թռչող սարքեր, որոնց արդյունավետությունն ապացուցվել է կիրառման հարուստ փորձով։ Առաջին անգամ մենք հայտարարում ենք ռազմական տեխնոլոգիաների խոշոր վաճառքի մասին $11 միլիոն արժողությամբ հետախուզական եւ անօդաչու թռչող սարքերի տեխնոլոգիաները հայերին եւ մեր լավ ընկեր պարոն վարչապետին։ Նա դա օգտագործելու է իր երկիրը պաշտպանելու եւ մեր կողմից ստեղծվող խաղաղության տևականությունն ապահովելու համար։ Նախագահական նստավայրում Միացյալ Նահանգների փոխնախագահն ու Հայաստանի վարչապետը ծանոթացան նաև համատեղ նախագծերի ընթացքին։ JD Vance-ը հանդիպում ունեցավ նաև Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ, իսկ Հայաստան կատարած այցի վերջին օրը Միացյալ Նահանգների փոխնախագահը Տիկնոջ հետ այցելեց նաև Հայոց ցեղասպանության հուշահամալիր, անմար կրակի մոտ խոնարհելով ծաղիկներ։ Հայոց ցեղասպանության թանգարանի պատվավոր հյուրերի հուշամատյանում JD Vance-ը կատարել է գրառում նշելով. Կորցրած կյանքերի հանդեպ խորին հարգանքի հիշատակով մենք պատվում ենք հայ ժողովրդի տոկունությունն ու անսասան ոգին։ Թող Ամերիկան եւ Հայաստանը միասին ձգտեն խաղաղության եւ փոխըմբռնման ապագայի։ Հայաստանից հեռանալիս Վենսը օդանավակայանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ Բաքվում կբարձրացնի հայ գերիների հարցը։ Այո, դա անպայման կբարձրացվի։ Մենք շատ լավ հարաբերություններ ունենք եւ Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի հետ։ Երեք լսեցի վարչապետի ասածը, որ նա լավատեսորեն է տրամադրված խաղաղության համաձայնագրի նկատմամբ, հաշվի առնելով թե որտեղ ենք մենք։ Մի քանի ամիս առաջվա հետ համեմատած։ Այսպիսով մենք անպայման մի շարք թեմաներ կբարձրացնենք։ Կարծում եմ մենք շարունակելու ենք շատ հաջողությամբ աշխատել հայերի եւ ադրբեջանցիների հետ։ JD Vance-ը Հայաստան կատարած երկօրյա պաշտոնական այցից անմիջապես հետո երկօրյա պաշտոնական այցով եղավ նաև Ադրբեջանում։ Դավիթ, ո՞րն էր այս այցի գլխավոր արդյունքը ըստ Ստորագրվեց մի փաստաթուղթ, որը հնարավորություն է տալիս Հայաստանին համագործակցելու ԱՄՆ-ի հետ խաղաղամիջուկային ծրագրերի շրջանակներում, որը կարծում եմ ընդհանուր առմամբ վատ չէ, եւ դրական կողմը այն է, որ կարծես որոշակի նախնական պայմանավորվածություններ կան, որ IT ընկերությունները, ինչպես եղել են Հայաստանում վերջին 2 տասնամյակներին, ավելի մեծ թափով կարող են ներգրավվել եւ կարծես որոշակի տեխնոլոգիաներ, որոնց սահմանափակում է ունեցել Հայաստանը, դեռ կտեսնենք որքանով, բայց հնարավորություն է տրվում, որ այդ տեխնոլոգիաները ավելի լայն կիրառվեն, այլ բոլորովին այլ հարց է, թե որքան
որքանով ենք մենք ցանկանում օրինակ ունենալ մոդուլային ատոմակայան, որքանով է դա նպաստաբեր Հայաստանի համար, ինչը ես այդ կարծիքին չեմ, բայց ընդհանուր առմամբ ԱՄՆ տեխնոլոգիաներին հասանելիություն ստանալը իհարկե շատ դրական է։ Դե ձեր խոսքի երանգում նկատում եմ նաև ինչ որ մտավախություն, ինչ որ խնդրահարույցի, ինչ որ տոն, հա։ Ես ի սկզբանե այն կարծիքին եմ եղել, որ Հայաստանում պետք է նոր ատոմակայան կառուցվի եւ ոչ մոդուլային։ ԱՄՆ մոդուլային ատոմակայանը աշխարհի ամենաթանկ մոդուլային ատոմակայանն է։ 3 պետություն ունի ընդհանրապես այդ մոդուլային տեխնոլոգիան, դա Ռուսաստանն է, Չինաստանը եւ ԱՄՆ-ն։ ԱՄՆ-ի առաջին մոդուլային ատոմակայանը գետնի վրա նախատեսվում է ստեղծել 2030 թվականին, այն դեռևս մոդել է, փորձարկման փուլում է եւ այն իրենից ներկայացնում է 300 մեգավատ հզորություն, որը մեր պահանջներին եւ չի բավարարելու եւ հնարավորություն չի տալու Հայաստանին արտահանում իրականացնել։ Եվ կրկնում եմ, այն կրկնակի թանկ է, քան չինական համարժեքը, որը գետնի վրա արդեն իսկ կառուցված է, եւ այն իր արժեքով համահավասար է, եթե մենք ընտրենք տրադիցիոն ատոմակայան 1100-1200 մեգավատ հզորությամբ, որը հիշեցնեմ, որ մեծամորի ատոմակայանը 400 եւ փոքրինչ ավել մեգավատ հզորություն է տալիս, ինչը նշանակում է, որ եթե մենք նորը կառուցեինք տրադիցիոն տեխնոլոգիայով, մենք կունենայինք 4 անգամ ավել հզորություն եղածից այն ինչ ունենք եւ կկարողանայինք Իրանին եւ Վրաստանին շարունակել հոսանք արտահանել։ Իսկ եթե վերցնում ենք Hitachi 300 մեգավատանոց մոդուլային ատոմակայանը, այդ ժամանակ մենք հազիվ կարողանանք մեր ռեսուրսները բավարարել եւ այլևս չենք կարողանա արտահանել ոչ Վրաստան, ոչ Իրան։ Հասկանալի է, Ռոբերտ, այդ 1-2-3 կոչվող համաձայնագիրը ինչպես է գնահատում եւ ինչ է տալու համես Հայաստանի։ Ես մի փոքր ավելի լայն համատեքստում կդիտարկեմ ընդհանրապես Վենսի այցի արդյունքները եւ մասնավորապես 1-2-3 համաձայնագիրը, սա ոչ միայն կոնկրետ ուղղություններով հնարավորություն է, սա դուռ է, որը բացվում է Հայաստանի Հանրապետության համար, ոչ միայն Միացյալ Նահանգների հետ, ընդհանրապես շատերի հետ համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ, թե միջուկային էներգիայի ոլորտում, թե IT ոլորտում, թե ռազմական համագործակցության ոլորտում մենք գիտենք, որ մասնավորապես ռազմական համագործակցության ոլորտում կա որոշակի տրամաբանություն, երբ մի փոքր ավելի համեստ դիրք զբաղեցնող արտահանողները կամ արտադրողները ռազմական տեխնիկայի նայում են, թե իրենց ավելի ավագ գործընկերները, ավագ նկատի ունեմ գումարի ծավալով, նկատի ունեմ արտադրության ծավալով եւ այլն, աշխատում են արդյոք ինչ որ մեկի հետ, հետո են որոշում իրենք էլ աշխատեն, թե չաշխատեն։ Նման իրավիճակ մենք ունեցել ենք Ֆրանսիայի դեպքում, որը մեզ Սեզար համակարգերը վաճառեց պայմանագրով դեռևս գործընթացի ընթացքի մեջ է եւ դրանից հետո Հայաստանի համար որոշակի դռներ են բացվել։ Այսօր այդ դռները բացվում են նաեւ Միացյալ Նահանգների դեպքում, ես շեշտեցի հենց ռազմական, որովհետեւ դա կարեւոր է, բայց բացվում են նաեւ այլ ուղղություններով։ Ինչ վերաբերում է ատոմականներին, ես նշեմ, որ հենց Դավիթի ասած դեպքում 400 մի փոքր ավելի մեգավատ եւ 300 մեգավատ այս թվերը համադրելի են իրականում, ընդ որում որևէ մեկը չի խոսում, որ մենք միայն մեկ մոդուլային ատոմակայան ենք կառուցելու, ընդհակառակը խոսակցություններ կան, որ հնարավոր է նույնիսկ ինչ որ հեռավոր ապագայում կասկադ ունենանք ատոմականների, որը հնարավորություն կտա ընդհանրապես տարածաշրջանում էներգիայով, էլեկտրաէներգիայով ապահովել շատ շատերին։ Դավիթ ասում է, այն ավելի թանկ է նա։ 18 միլիարդ դոլարի, այսինքն վարկ պետք է վերցնենք, որ երկու ատոմակայան։ Ես ճիշտ ասած չգիտեմ, թե ինչքան ենք վարկ վերցնելու կամ որ մասներ լինելու վարկ, որ մասներ լինելու դրամաշնոր, դրանով թող զբաղվի իշխանությունը, եւ թող իշխանությունը։ Տեսեք, 9 միլիարդի դեպքում չկա, բայց 18 միլիարդը, որը ասում է Դավիթը, գուցե այդ 18 միլիարդի մեջ լինի դրամաշնոր։ Ես չգիտեմ, դրանով թող զբաղվի իշխանությունը, թող իշխանությունը գտնի այդ գումարները, թող իշխանությունը կառուցի այդ ատոմականները։ Խնդիրը հետեւյալն է. այս պահին Հայաստանի Հանրապետությունը ունի իր էներգետիկ դաշտը դիվերսիֆիկացնելու կարիք։ Շատ մեծ անհրաժեշտություն կա դիվերսիֆիկացնել ընդհանրապես ամեն ինչ, բայց էներգետիկ դաշտը առաջին հերթին։ Եվ այն, որ Հայաստանի Հանրապետությունում այս պահին կա Ռուսաստանի կողմից թեկուզ 50%-ով կառավարվող մեծամորի ատոմակայան եւ այդ ատոմակայանը նախնական տվյալներով պիտի փակվի 2036 թվականին, իսկ ես կարելի ասել համարյա համոզված եմ, որ եւս 10 տարի երկարացվելու է եւ մինչեւ 2046 թվականը աշխատելու է մեծամորի ատոմակայանը, ինչը նշանակում է, որ 20 տարի դեռևս Ռուսաստանը այստեղ ատոմային էներգիայի միջոցով էլեկտրաէներգիա արտադրելու մեզ անհրաժեշտ է ունենալ մեկ այլ կենտրոնի կողմից Հայաստանի Հանրապետությունում արտադրվող համարժեք որևէ տեխնոլոգիա, առավել եւս հաշվի առնելով, որ Միացյալ Նահանգները այսօր տիրապետում է, դա դուք էլ նշեցիք, տիրապետում է
ամենաառաջատար տեխնոլոգիաների երկիր մոլորակի վրա։ Դե մոդուլային ատոմակայանի մասով ես ասացի, որ Չինաստանը ունի գետնի վրա, Միացյալ Նահանգները ոչ, բայց դիվերսիֆիկացիա բառը շատ գեղեցիկ է, եթե այն իրական հենք ունի։ ԱՄՆ-ն այսօր իր հիմնական միջուկային վառելիքի պահանջը սպառում է Ղազախստանից եւ Ռուսաստանից, որտեղ է դիվերսիֆիկացիա։ Մի փոքր էլ Նորվեգիայից, մի փոքր էլ Կանադայից, բայց շատ փոքր, հիմնական առյուծի բաժինը Ռուսաստանինն ու Ղազախստանինն է։ Հիմա, այսինքն մենք փորձում ենք այսպես բռնել մեր ականջը, եթե միջուկային վառելիքը պետք է ԱՄՆ-ն գնի Ռուսաստանից, հետո վերավաճառի Հայաստանից։ Ես չունեմ տեղեկություն, որ ԱՄՆ-ն գնում է Ռուսաստանից, ավելին ասեմ, Ուկրաինայում Զապորոժիայի ատոմակայանը մինչև հայտնի իրադարձությունները վերափոխումների էր ենթարկվել եւ ուկրաինացիները փորձել էին աշխատացնել եւ ստացվել էր հաջողվել էր ԱՄՆ-ից գնաց միջուկային վառելիքը, որը ԱՄՆ-ն գնում է Ռուսաստանից Ղազախստանից։ Այդ 9 միլիարդ դոլարը, որի մասին խոսք է գնում, մենք բնական է վերադարձնելու ենք, եթե ոչ այսօր, վաղը, կամաց ընթացքում։ Բայց օրինակ Սաակաշվիլիի օրոք Միացյալ Նահանգները Վրաստանին փողը պարզապես տալիս էին։ Նախ թույլ տվեք ասել, որ այդ 9 միլիարդը այսպես կոնսպիրացիայի թեմա դարձավ, թե ինչի մասին է խոսքը։ Դրանք հայտարարված Hitachi-ի թվերն են, 5 միլիարդը դա ռեակտորի արժեքն է կառուցման, 4 միլիարդը ապագա տարիների սպասարկում եւ միջուկային վառելիք։ Սրանք հայկական է վճարելու դրա համար, չէ՞։ Բնականաբար, որևէ այլ մեկը չի կարող։ Ընդ որում, եթե դու ներմուծում ես թանկ տեխնոլոգիա, բնականաբար քո հոսանքի արժեքը ստայդում պետք է բարձրանա, ոչ միայն դու պետք է սպասարկես այդ վարկը որպես պետություն, այլև նաև վճարես դրա դիմաց թանկ հոսանքով, որպեսզի որոշակի գնողունակություն ապահովես։ Իմ պնդումը նրանում է, որ եթե մենք կարող էինք 2 միլիարդով ձեռք բերել չինական ռեակտորը, եթե խոսում ենք մոդուլայինի մասին, որը գետնի վրա արդեն 2 մոդուլային ռեակտոր Չինաստանը ունի կառուցված, լիցենզավորված, նորմալ գործող։ Այն այդպես կարող ենք անել, որն էր դրա նպատակահարմարությունը, որը մեզ կրկնում եմ դարձնում է մենք մեր հոսանքով հասկանում ենք, որը քաղաքական որոշում է կայացվել, դա եք ուզում ասել։ Քաղաքական որոշում է կայացվել անպայման ամերիկացիներից։ Այո, բայց իմ համար ցավը որն է, որ մենք կարող ենք բանակցել ԱՄՆ-ի հետ, օրինակ տրադիցիոն ատոմակայանի ձեռքբերման կամ այլ ոլորտներում, բայց ոչ միջուկային ոլորտում, որտեղ ԱՄՆ-ից լավագույն առաջարկը չէ, որ կարող ենք ստանալ։ Ընդ որում ես այս հարցում ոչ թե կարծում եմ, որ մեզ, ինչպես շատերը ասում են, պարտադրվել է նման լուծում, այլ ես կարծում եմ, որ դա հայկական իշխանությունների ոչ ողջամիտ, ոչ շատ մտածված պատկերացումն է եղել դա անելու, որովհետև մեր լոգիստիկան էլ է ահավոր, այսինքն դրա սպասարկումը բավականին ծանր է։ Հասկանալի է։ Դավիթ ասում է, որ ի վնաս Հայաստանի քաղաքական որոշում է կայացվել այն դեպքում, երբ կարելի է նույն խնդիրը լուծել այլ կերպ։ Նախ նշեմ, որ գործընկերս իր ենթադրությունը կազմում է ելի մի ենթադրության հիման վրա, որը նորից երրորդ դիրքում ենթադրության հիման վրա է կառուցված։ Ինչու՞, որովհետև նախ Հայաստանի Հանրապետությունը դեռևս չի հայտարարել, թե որ երկրի հետ է կառուցելու ատոմային կայան։ Այո, մոդուլայինի մասին հայտարարել են, բայց չեն հայտարարել, թե որ երկրի հետ։ Փաստաթուղթը ինչի մասին էր։ Փաստաթուղթը նրա մասն է, որ Հայաստանը հնարավորություն է ստանում ունենալ տեխնոլոգիաներ, բայց դեռևս չկա հայտարարված որոշում, թե ում հետ են կառուցում։ Դա կարող է մնալ սառույցի վրա գրված։ Նույնիսկ եթե չի մնա սառույցի վրա գրված, տեսեք։ Շատ հնարավոր է Հայաստանը կառուցի օրինակ Հարավային Կորեայի հետ, բայց որոշ հարցերում օգտագործի ամերիկյան տեխնոլոգիաներ կամ Հարավային Կորեան ամերիկյան լուրջ չվերաբերում ենք, որ այդ փաստաթուղթը նրա մասին է, որ հենց ԱՄՆ-ից է։ Ես խոսում եմ փաստերի մասին։ Փաստերը հետևյալն են։ Հայաստանի Հանրապետությունը դեռևս չի հայտարարել, որ մոդուլային ատոմակայան է կառուցում Միացյալ Նահանգները։ Ես հուսամ, որ կհայտարարի, որովհետև ես կողմնակից եմ ամերիկյան մոդուլային ատոմակայան կառուցելու, որովհետև ցանկացած երկրում ամերիկյան ցանկացած ենթակառուցվածք իր հետ բերում է անվտանգություն։ Երկրորդը, գործընկերս խոսում է գումարների մասին։ Նշեմ, որ Հայաստանի Հանրապետությունը այլևս մինչև 2018 թվականի վիճակում գտնվող աղքատ պետությունը չէ, որը նրանից գումարներ էր խնդրում, նրանից ասելով ես նկատի ունեմ նաև Հայաստանի Սփյուռքը, որ այնքան էին նախկին ղեկավարները գումարներ խնդրել, որ այդ մարդիկ չէին հասկանում, որովհետև ոչ ոք չի գնում եւ չի տալիս, որովհետև ոչ ոք չի գնում նրանցից գումարներ չի խնդրում։ Լավ, եկեք ես հիշեցնեմ, որ մենք քննարկում ենք JD Vance-ի IT արդյունքները
դրոնները։ Վերջացնեմ ներողություն։ Եվ սա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունը կարողանա, հավանաբար իշխանությունները հաշվել են եւ գիտեն, որ կարողանա սպասարկել եւ սպասարկման գումարները մուծել եւ դա գուցե ընդհակառակը Հայաստանի ժողովրդի վրա լրացուցիչ բեռ չլինի, մի բան էլ նվազեցում լինի, եթե Հայաստանի իշխանությունները այդպես հաշվել են, ես չգիտեմ։ Նորից սա ենթադրություն է եւ այս երկու ենթադրությունների հիման վրա կարծել, որ մենք գնացել ենք քաղաքական որոշում ենք կայացրել, որովհետեւ դա տնտեսապես ձեռնտու չէր, ես կարծում եմ ժամանակավոր Վենցի այցը տարածաշրջանային էր եւ եկեք փորձենք համեմատել Բաքվում ավելի մեծ ձեռքբերումներ եղան թե Երևանում եւ ով ավելի շահեց։ Դե նախ պետք է արձանագրենք, որ երկար ժամանակ Ադրբեջանի վրա կար որոշակի սահմանափակում ամերիկյան զենք ձեռք բերելու եւ այդ սահմանափակումը հանվել է եւ Բաքուն կարող է Երևանից, Հայաստանից բազմապատիկ ավել մեծ գնումներ կատարել, պարզ այն պատճառով, որ իրենց ռազմական բյուջեն անհամեմատելիորեն մեծ է։ Բայց եկեք ուշադրություն դարձնենք, հա, Միացյալ Նահանգները Ադրբեջանին վաճառում են նավակներ, որոնք մեզ համար որևէ վտանգ չեն ներկայացնում։ Իսկ մեզ վաճառում է անօթաչու սարքեր, որոնք մենք հավանաբար կօգտագործենք նաև Ադրբեջանի դեմ հետախուզության համար։ Ես կարծում եմ դա ընտրության հարց է, Հայաստանը նախընտրել է այդ դրոնները, ստացել է այդ դրոնները թվով 10 եւ փոքրինչ ավել, Ադրբեջանը նախընտրել է այլ սպառազինություն, ստացել է այն, եթե նախընտրի դրոններ, ես չեմ կարծում, թե այս հարցում որևէ խնդիր կա, բայց հարցը նրանում է, որ այդ բանաձևը, որը հանվեց սանկցիաները Ադրբեջանից հանվեցին, ըստ էության հիմա ստեղծվում է մի վիճակ, որ ժամանակին մենք քննադատում էինք, որ Ռուսաստանը երկու պետություններին զինում է եւ դա այսպես մրցակցություն է առաջացնում զենքի իմաստով, վատ իմաստով, հիմա ինչ փաստորեն ստացվում է նույնը ԱՄՆ-ն է անում։ Այսինքն ավելի լավ կլիներ, որ դռները փակ լինեին եւ Բաքվի եւ Երևանի համար։ Առնվազն Բաքվի համար իմ կարծիքով ճիշտ կլիներ, որովհետև Բաքուն է, որ 2023 թվականին Լեռնային Ղարաբաղում իրականացրեց էթնիկ զտում, Բաքուն է, որ ներխուժեց Հայաստանի սուվերեն տարածք, որը ԱՄՆ-ի կողմից պաշտոնապես հայտարարվեց, պահանջ եղավ հետ մղելու դիրքերը Էնտոնի Բլինկենի կողմից, ինչը չիրականացվեց։ Դրանից հետո Հայաստանը ճանաչեց այդ տարածքը։ Դրանից հետո Հայաստանը ճանաչեց այդ տարածքը, դրա համար հարց է առաջանում, թե հետախուզական դրոնները ում դեմ են օգտագործվելու։ Ես հույս ունեմ, մեր հարևան Իրանում չեն մտածում, թե հետախուզական դրոնները իրենց դեմ են օգտագործվելու, որտեղ հայաստանյան իշխանությունները հայտարարում են, որ խաղաղություն է այլևս տիրում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, եւ երևի Իրանում, որ այս հայտարարությունները լսում են, մտածում են, դե եթե իրենք իրար հետ խաղաղ են, իրար նկատմամբ հետախուզություն անելու չունեն, կարող է հանկարծ ամերիկյան դրոնները հետախուզական մեր դեմ օգտագործվեն, հատկապես որ հեսա մեր սահմանին մոտ թրիփ է կառուցվում։ Ես հույս ունեմ, որ հայաստանյան իշխանությունները այս առումով հետևողական կլինեն փարատելու Իրանի իշխանությունների մտահոգությունները։ Ռոբերտ Ադրբեջանը ավելի շահեց, թե մենք։ Հավատացնեմ գործընկերոջս, որ Իրանում նման մտահոգություններ չկան եւ դրա համար պաշտոնապես հայտարարում է որոշակի ունեմ տեղեկություններ, մտահոգություններ կապված այդ դրոնների հետ չկան եւ նման մտահոգություններ արտահայտում են բացառապես Հայաստանի քաղաքական դաշտում ռուսական կողմնորոշում ունեցող որոշ քաղաքական ուժեր։ Երկու ամիս առաջ դրոնների մասին դեսպանը ոչինչ չի ասել։ Դրոնների մասին չեմ ասում, թրիփի մասին եմ ասում։ Ես դրոնների մասին եմ ասում, կոնկրետ դրոնների հետ կապված, ձեր խոսքը դրոնների, ես նշեմ, որ դրոնների հետ կապված մտահոգություն չկա եւ այդպիսի մտահոգություն կա, չգիտես ինչու Հայաստանի ներսում միայն ռուսական կողմնորոշում ունեցող որոշ քաղաքական ուժերի ներկայացուցիչների։ Նկատի ունեք Իրանի դեսպանին, որտեղ պաշտոնապես Իրանի դեսպանը հերքում եք։ Ես կրկնեմ, ես հերքում եմ, որ Իրանի դեսպանը դրոնների մասին ինչ-որ բան է ասում։ Ես դրոնների մասին չեմ խոսում, դրոնների մասին խոսեցիք։ Ձեր խոսքում ասացիք դրոնները ես ասում եմ, որ իրենք մտահոգ են այս ամբողջ փաթեթով։ Այս հերիք կանցնենք առաջ։ Ես հուսով եմ դուք Իրանի դեսպանի մեկնաբանը չեք։ Իրանի դեսպանը նկատի ունեցել, որ նա մտահոգ է կապված գործընթացի հետ, բայց դրոնների մասին նա ոչինչ չի ասել։ Եվ որևէ մեկը Իրանից որևէ բան չի ասել։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի ստանալու ինչ-որ բաներին եւ Հայաստանի ստանալու։ Ես նշեմ, որ եւ վերջին 2 օրը եւ դրանից առաջ մոտավորապես 20 օրվա ընթացքում այն պահից, երբ
հայտարարությունը հրապարակվեց Վաշինգտոնում Հայաստանի արտաքին գործերի նախարարի եւ Միացյալ Նահանգների պետքարտուղարի, ես անընդհատ տեսնում եմ ադրբեջանցի փորձագետների դժգոհություններ։ Նրանք անընդհատ ասում են, որ Հայաստանը ստացել է ավելին, մենք ստանում ենք ինչ որ մոտորանավակներ, ինչ որ զրահաբաճկոններ, որոնք վերջնական պրոդուկտ են եւ դրանք կսպառվեն, կգնան, իրենց խոսքերն եմ ես մեջ բերում, ադրբեջանցի որոշ փորձագետների անուններն էլ կարող եմ տալ իմիջայլոց, հրապարակային բաց նրանք դգրում են դրա մասին եւ այդ պրոդուկտը կմաշվի, կգնա, կվերջանա, հետո մենք նորից պիտի գնանք Միացյալ Նահանգներից խնդրենք։ Իսկ Հայաստանը իրենց խոսքով ձեռք է բերում հեռանկարային տեխնոլոգիաներ, հեռանկարային հնարավորություններ, կիսահաղորդիչների ոլորտում, որոշակի գուցե արտադրության, թեև արտադրության մասին այս բանի խոսք չկա, պայստավորման մասն է խոսքը, բայց իրենք արտադրության մասն են գերում եւ խոսում, այսպիսի հնարավորություններ է ձեռք բերում եւ ստացվում է, որ Հայաստանը անվտանգություն ստացավ, տնտեսություն ստացավ, ապագա ստացավ, իսկ մենք ստանում ենք վերջնական պրոդուկտ, կարծես թե Միացյալ Նահանգների համար մենք ընդամենը փողի քսակ ենք, որը պետք է գումարը տա ինչ որ բան գնի։ Ես իհարկե չեմ հենվում իհարկե ադրբեջանցի փորձագետների կարծիքի վրա, բայց բացառապես այս իրողությունը բավարար է ցույց տալու համար, որ այն մտահոգությունը, որը կարող ենք մենք ունենալ, կա նաև ադրբեջանական կողմում։ Եվ իմ կարծիքով, եթե գնահատենք երկու ձեռքբերումները, Հայաստանի Հանրապետության ձեռքբերումները ավելի մեծ կշիռ ունեն։ Ինչ ի վերջո, եկեք հստակ խոսենք, Վենսը ինչ է ասել Հայաստանում 9 միլիարդ դոլարի ներդրում չասենք ներդրում 9 միլիարդ դոլարի գործընթացներ, որոնք պետք է Հայաստանին տրվեն, 11 միլիոն դոլարի դրոններ, որոնք նա հայտարարեց, որ ռազմական համագործակցության սկիզբն են եւ ինչպես ասացի դուր են բացելու։ Եվ ինչ է ասել Ադրբեջանում փոխնախագահակին է, հուսով եմ իմ կնոջը չի սովորեցնի քաղաքական ուրիշ բաները վերաբերում են մոտորանավակներին, զրահաբաճկոններին, Իսրայելի հետ Ադրբեջանի կապերին, իրականում ես չեմ կարծում, որ այն օրակարգը, որը կար Երևանում եւ այն օրակարգը, որը կար Բաքվում, կարելի է դնել մի հարթության մեջ։ Չեմ էլ ցանկանում համեմատել, որովհետեւ Հայաստանի հետ բացարձակ այլ զարգացում է, Ադրբեջանի հետ այլ։ Հիմա առաջարկում եմ ծանոթանանք սովորական երևանցիների կարծիքին։ Երևի լավ կլինի։ Դե լավ է, թողան մեր երկիրը տենան գնան, էլի։ Վատ է, լավ չի կարող է։ Համենայն դեպս սպասելիքները մեծ են։ Իհարկե, բավական լուրջ բան է դա մեր համար եւ մեծ պատիվ բերող Հայաստանին եւ իր ելույթը լսեցիք դուք ինչ եք ասում, որ այո, բավական շատ լավ։ Որպեսզի այդ հասկանանք, պետք է հասկանանք Ամերիկան ինչ շահեր ունի այստեղ, ու մեր շահերի հետ ինչքան է համընկնում։ Ռուսաստանից հզոր պետություն չկար։ Ինչ ստացանք Ռուսաստանից։ Դա չափանից չի, որ ուրախանանք կամ չուրախանանք։ Ես ոչ ոքի չեմ հավատում, ճիշտ ասած։ Պետք է որ լավ լինի, բանակցեն իրար հետ, ոչ թե ինչ ասի, տենց էլ անի։ Դա գուշակության նման մի բան է, ոչ մի չափանից չկա, որ ասես հզորը դրա համար չէ։ Ռուսաստանն էլ էր հզոր, պակաս սախեց մեզ։ Ժամանակը ես հիշում եմ Հայաստանի բյուջեն 3 միլիարդ էր, չէ՞։ Ընդամենը տարեկան։ Երբ որ խոսում են 9 միլիարդի մասին, դա պատկերացրեք ինչքան աշխատատեղեր է, ինչ մակարդակ է, աշխատանք դա։ Ով ասե ինչի համար են հանդիպել։ Հայտարարության փոխանցում ինքը սխալ ասել։ Մեծ երկիրը Ամերիկան բոլոր դեպքերում հույս ունենք, որ լավ բան կլինի։ Ավելի շուտ բացասական հետևանքներ է ունենալու, խոսքը հենց Ջեյդի Վենսի անձի մեջ չէ։ Խոսքը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև փոխհարաբերությունների կարգավորման եւ որպես հետևանք ԱՄՆ-ի ազդեցության ուժեղացման մեջ է։ Այսինքն հենց բազմաճարճատրիպը Հայաստանի համար ոչ այնքան դրական հետևանքներ է ունենալու։ Նաեւ խաղաղություն Դե բան չէ պատկերացնում, որ թե ինքը հատուկ եկել այդտեղ եւ Հայաստանը Ադրբեջանի հետ ուզում է հանդիպի, որ վերջնական երևի այդ հարցերն է կարգավորեն։ Հիմքը իրանք են դրել եւ պետք է իրանք հիմնականում շարունակեն։ Այն մարդիկ, ովքեր խոսում են, որ խաղաղությունը եկել է, ես խորհուրդ եմ տալիս, թող մի քիչ մեծանան։ Լավ էլի, այդքան խելացի են, թե 30 տարի առաջ այդ խելքերն էին իրանք, որ աշխարհական խապում էր մեզ։ Խաղաղություն առհասարակ չի լինում։ Պատերազմը անվերջ է եւ անդադար։ Հա, կարող է հիմա մենք իրար չենք մորտուն նույն ինտենսիվությամբ ինչպես առաջ, բայց դա չի նշանակում, որ արդեն խաղաղություն է։ Որ ընտանիքով եկել, արդեն կարծես թե ինչ որտեղ լուրջ չի խնդիրը։ Նոր կարդացի կոմենտում, որ գնացել էր Եղեռնի հուշարձանին, հիմա հանել է այդ բանը։ Դա հիասթափացրեց ճիշտ ասած ինձ։ Ոչ մի բան չի տալու մեզ։ Նենց էլ հույսով չսպասենք, որ մեկ ինչ-որ մի բան է տալու։ Տեսեք, հիմա արդեն պարզ է, որ ամերիկյան
այդ մոդուլային ռեակտոր ենք կառուցելու, ամերիկացիներից փող վերցնելով, ամերիկացիներից անօթաչու սարքեր ենք ձեռք բերելու, ինչպես այդ ամենին կարձագանքի Մոսկվան։ Ես կարծում եմ, իրենք կարող են դա ազատորեն թողնել մեր ընտրության, այսինքն Հայաստանը կարող է ընտրել, թե գնի 5 միլիարդի արժողության 300 մեգավատանոց մոդուլային ատոմական, որը դեռևս աշխարհում փորձարկված չէ իր մոդելով, թե օրինակ գնի չինական կրկնակի էժան եւ արդեն իսկ փորձարկվածը։ Երբեմն մեզ թվում է, որ այլ պետությունները լինեն դաշնակից թե ոչ դաշնակից, ավելի մտահոգ պետք է լինեն մեզնով։ Հիմա Հայաստանը իրենց շահերին դա հակասում է, դա ինչ process կառաջացնի։ Իրենք գուցե ցանկանային, որ Ռոսատոմը կառուցեր Հայաստանում մոտավորապես նույն արժեքով 1200-1300 մեգավատանոց ատոմակայան եւ ցանկանար, որ Վրաստանի տարածքով դեպի Ռուսաստան ձեռք բերեր այդ հոսանքը։ Երևի որ այդ հնարավորությունից զրկված է։ Հնարավոր է խնդիրներ առաջանան ռուսական միջուկային վառելիքի ստանալու հարցում։ Առաջին հերթին մենք ենք մեզ դրանից զրկվում, արդյոք, որովհետև 2000-ականներից Եվրոպայի հետ իրականացվում էր մի ստրատեգիական ծրագիր, որով Վրաստանը պետք է ինտեգրվեր Հայաստանի հետ էլեկտրական ցանցերով, որ կարողանային Վրաստանին հոսանք մատակարարել, եւ այն շարունակվեր դեպի Ռուսաստան։ Դա 2000, եթե չեմ սխալվում, 12 թվականի համաձայնություն էր։ Վերջին ժամանակում այս համաձայնությունը փոխվեց եւ ինտեգրացիոն ուղղությունը թեքվեց Վրաստանից ոչ թե շարունակություն դեպի Ռուսաստան, այլ դեպի Թուրքիա, որովհետեւ նույն Թուրքիան, լինելով ՆԱՏՕ-ի անդամ պետություն, ԵՄ տեխնատվու անդամության, կառուցում է Ակույու ատոմակայանը ռուսների աջակցությամբ։ Դե համեմատելի չի հայաստանյան իշխանությունների փորձառությունն ու աշխարհաքաղաքական հոտառությունը շատ ավելի հզոր է, քան Էրդողանինը կամ թուրքական իշխանություններին, դրա համար մենք ավելի լավ գիտենք, գնանք փուճուր մի հատ մոդուլային ատոմակայան առնենք Հայաստանի համար, բայց Թուրքիան 4 ռեակտոր Ռոսատոմի միջոցով է կառուցում։ Դե մենք ավելի լավ ենք հասկանում, թե ինչ է դիվերսիֆիկացիան։ Այս բոլոր առումներով ես կարծում եմ, որ հայաստանյան իշխանությունները ստրատեգիական սխալ որոշումներ են կառուցվել եւ այո, եթե Ռոբերտն էլ ասաց, որ 10 տարով ուզում են 2036 թվականից սկսած երկարաձգվի մեծամորի ատոմակայանի գործունեությունը։ Իսկ ես չեմ բացառում, որ իրենք ասեն մենք չենք համագործակցի այդ հարցում, ունենք պայմանագիր մինչև 2036 թվականը եւ դրանով ամեն ինչ կսահմանափակվի եւ մենք կանգնենք մի փաստի առաջ, որ ստիպված լինենք արդեն Թուրքիայի Ակույու ատոմակայանից ձեռք բերել հոսանք, որովհետեւ մերը 2036 թվականին պետք է սպառվի։ Սրանք իհարկե ռիսկեր են։ Ինչ մեղադրենք։ Ռուսաստանը օտար պետություն է։ Ինչ կարող ենք նրան ասել, մեր դեմ դու տնտեսական գործիքներ ես կիրառում։ Այո, կարող է կիրառի։ Օտար պետություն է։ Ինչպես ԱՄՆ-ն է անում, ինչպես Ռուսաստանը, ինչպես Չինաստանն է անում, բոլորն էլ կարող են այդ գործիքները կիրառել, հավանենք մենք դա թե չհավանենք։ Իհարկե, սա ռիսկեր է։ Նախ նշեմ, որ Թուրքիայի ատոմակայանը պարզ չէ թե երբ պատրաստ կլինի եւ երբ կկարողանան նրանք արտահանել կամ չենք կարող հստակ ասել եւ մյուս կողմից նույն տրամաբանության մեջ կարող է մինչեւ 2036-ը մեր մոդուլայինը կառուցվի հենց Միացյալ Նահանգների կամ հենց Չինաստանի հետ։ Դրա համար գոնե վաղը պետքա պայմանագիր կնքվի։ Ինչ գիտեք, որ մենք բավարարվելու ենք օրինակ մեկ մոդուլային ատոմակայանով ամերիկյան, գուցե մեկ ամերիկյանն են կառուցում, մի հատ էլ չինականն են կառուցում։ 30 միլիարդ մի տեղում եք դուք գիտեք։ Ի վերջո ոչ ես, ոչ դուք որոշումներ կայացնելու այդ օղակում չենք եւ երկուսս էլ տեղեկությունը բայց գիտենք որ 9 միլիարդ անգամ 2 անում է 18 միլիարդ եթե երկուսն էլ ամերիկյան լինի բայց դուք նշում եք որ չինականը էժան շատ լավ է ալում ասենք 13 միլիարդ գուցե չինացիներն էլ բերում դնում են եւ հետո իրենք են օգուտներ ստանում գուցե տարբերակներ են ես չգիտեմ բայց ինչ կարող է անել Մոսկվան ինչ կարող էր անել անում են անգամ այսօր Այսօր միջուկային վառելիք մատակարարում է։ Հնարավոր է վաղը չմատակարարի։ Ես շատ քիչ հավանական եմ դա համարում, որովհետև Ռուսաստանի համար Հայաստանի Հանրապետությունը ընդհանրապես կորցնելը շատ ավելի վատ է, քան Հայաստանի Հանրապետությունում ատոմակայան չունենալը։ Իսկ Հայաստանին միջուկային վառելիք չմատակարարելը մոտավորապես նմանվում է նրան, ինչ նրանք փորձեցին անել, երբ Հայաստանը վավերացվեց Հռոմի ստատուտը։ Նրանք փորձեցին լարսը փակել 2 օր անց, երբ Հայաստանը արդեն ներքին խորհրդներով
ցույց տվեց, որ պատրաստվում է ԵԱՏՄ-ից դուրս գալու հայտ ներկայացնել, ու անմիջապես Լարսը բացվեց։ Նույն տրամաբանությունը կաշխատի նաև մեծամորի ատոմակայանի դեպքում, նույն տրամաբանությունը կաշխատի նաև այլ ուղղություններով, այլ դեպքերում, եւս մի բան նշեմ, օրինակ Լավրովը շատ է սիրում ասել, որ եթե հանկարծ Հայաստանը հապկից դուրս գա, գոնե մի ժամանակ ասում էր, ապա ԵԱՏՄ-ում էլ չի կարող մնալ, սուտ է ասում Լավրովը։ Եթե Հայաստանը հապկից դուրս գա, նա ԵԱՏՄ-ում մնալու է, որովհետեւ Ռուսաստանին Հայաստանը ԵԱՏՄ-ում շատ ավելի է պետք, քան Ռուսաստանին Հայաստանը հապկում այսօր։ Շատ հետաքրքիր տնտեսությունների համեմատության խոսքը բացարձակապես տնտեսություններին չի վերաբերում, եթե դուք փորձում եք համեմատական վերլուծության տրամաբանության մեջ ասել, ապա դա չի համընկնում ձեր նախորդ խոսքի հետ, երբ դուք ասում եք, թե ուրեմն Հայաստանի իշխանությունները ավելի քաղաքականապես քան Թուրքիայի իշխանությունները, բայց չէ՞ որ Հայաստանը բացարձակապես այլ ռեսուրսներ, այլ հնարավորություններ, այլ աշխարհակաղակական դիրք եւ սուբյեկտանություն ունի, ստրատեգիական նշանակություն։ Թուրքիան կարող է իրեն թույլ տալ Միացյալ Նահանգների գործընկերներ եւ ՆԱՏՕ-ի անդամ, ինչպես դուք ասում եք, եւ կառուցել ռուսական ատոմական, Հայաստանի Հանրապետությունը չի կարող Միացյալ Նահանգների ռազմավարական գործընկեր լինել եւ հույս ունենալ, որ Միացյալ Նահանգները կփրկի Ադրբեջանի հնարավոր հարձակումից, որովհետեւ ռուսները այդպեսի բան չեն անի եւ չեն արել վերջին տարիներին, եւ միաժամանակ կառուցել ռուսական ատոմական։ Եթե համեմատության մեջ վերցնենք, ապա այսինքն մենք հիմա փրկություն ենք ակնկալում ԱՄՆ-ից Ադրբեջանի դեմ 2022 թվականի սեպտեմբերին բացարձակապես Միացյալ Նահանգների շնորհիվ պատերազմը կանգնել է Հայաստանի Հանրապետությունում։ Միացյալ Նահանգների ենթակառուցվածքը Սյունիքում դուք ասում եք ԱՄՆ-ի անվտանգություն է, Միացյալ Նահանգների կողմից կառուցված ատոմակայանը Հայաստանում անվտանգություն է, Եվրոպական միության մասնակցությունը Հայաստանում աստով տարածիկ ունեին անվտանգություն է։ Դրանք բոլորը անվտանգային հնարավորություններ են, որոնք նվազեցնում են ռիսկերը։ Հիշեցրեք ու անցնենք հաջորդ հարցին։ Ես հարցին։ ուզում եմ հիշեցնել, որ առաջին եւ ամենամեծ տարածաշրջանային այցը պաշտոնական եղել է Ջորջ Բուշի այցը 2005 թվականին Վրաստան Դրանից հետո Չեյնին եղել է Բաքվում։ Դրանից հետո ով? Չեյնին։ Նախագահի մասին եմ խոսում։ Նախագահական մակարդակի այց տարածաշրջանում միայն Վրաստանը եղել։ Պարզապես 2.5 տարի անց հարձակվեցին Վրաստանի վրա եւ պարզվեց, որ Թբիլիսիում եղած Մակդոնալդսը, որը ես շատ սիրում եմ, նրանց չպաշտպանեց։ Տեսեք, Փաշինյանը ասում է, որ եթե 99 տարվա ընթացքում Միացյալ Նահանգները շահ են ունենալու Հայաստանում, ուրեմն դա երաշխավորում է այն, որ առնվազն 99 տարի Հայաստանը գոյություն կունենա աշխարհի քաղաքական քարտեզում։ Մեկնաբանեք։ Ցանկանում եմ հանգստացնել գործընկերոջս Հայաստանում Մակդոնալդս չկա, այնպես որ դժվար թե մեզ վրա հարձակվեն։ Ռուսները ինչ վերաբերում է 99 տարվան, ապա առնվազն 99 տարի Հայաստանում կոնֆլիկտի ռիսկերը որոշակի առումով նվազեցվում են, որովհետև Միացյալ Նահանգները ունի շահեր եւ պետք է գումարները հետ ստանա։ Այլ բան է, որ աշխարհի փոփոխական է, վերցնենք այդքան ավելի մեծ երաշխիքներ։ Ամեն ինչ միայն գումարից չի կախված, բայց գումարից կախված է որոշ բան։ Եվ դրա համար ես չեմ նշում, որ սա երաշխիք է, ինչպես ասում է Փաշինյանը, ես համաձայն չեմ։ Երաշխիք չէ, բայց ռիսկերի նվազեցում է ակնհայտորեն։ Ինչպես ռիսկերի նվազեցում է թրիպը, ինչպես ռիսկերի նվազեցում են մնացած բոլոր ենթակառուցվածքները, կապերը, օրինակ եթե Ադրբեջանը կառուցի նոր նավթամուղ, որը կանցնի Հայաստանով դեպի Թուրքիա, դա ռիսկի նվազեցում է։ Այո, ադրբեջանական նավթամուղ է, այո, Ադրբեջանն է գումար վճարելու Հայաստանին, որպեսզի տարանցի կանցնի Հայաստանի Հանրապետության տարածքով, բայց միաժամանակ Ադրբեջանը չի ցանկանա, որ կոնֆլիկտ լինի եւ փակվի այդ ճանապարհը։ Միացյալ Նահանգները չի ցանկանա, որ կոնֆլիկտ լինի եւ գումարները չկարողանան հետ ստանան։ Այսօր Միացյալ Նահանգները ունի այդ հնարավորությունը։ Վաղը մյուս օրը կունենա, մենք կօգտվենք, չի ունենա։ 99 տարի հանգիստ կարող են քնել։ Ես պարզապես հիշեցնեմ, որ Վրաստանը, որտեղ միլիոնավոր դոլարների ամերիկյան ներդրումներ իրականացվեցին, ամբողջ համակարգը, դատական, ոստիկանություն, բանակ փոփոխվեց եւ սպառազինությունը եւս դարձավ ամերիկյան, ցավոք դա Վրաստանին փրկեց զրկվելու իր հողատարածքի մի մասից իդեմս Ռուսաստանի հարձակման, նույնը վերաբերում է Ուկրաինային, նման ցավալի ներդրումներ եւ ներողություն, զրկվել է, ասում եմ, հարձակում եղավ դրանից հետո, այսինքն չհարատեցվեց իր տարածքային ամբողջականությունը, զրկվեց իր հայրենիքի մի մասից, այդ դրանից զրկվեց, Աբխազիայից եւ Օսետիայից։ Եվ Աբխազիան եւ Օսետիան ձեր նշած այդ ներդրումների ժամանակաշրջանում իրենն էր։ 2008 թվականը մինչև բաումն էր։ Մինչև 2008 թվականը կարծում եք, որ Աբխազիան ու Օսետիան Վրաստանն էր կառավարում։
Վրաստանի տարածքային ամբողջականության մաս էր միջազգայինորեն ճանաչված։ Հիմա էլ է միջազգայինորեն համարվում։ Հա, բայց փաստացի արդեն Փաստացի Փաստացի 91-93 թվականից։ Ամենայն դեպս վրացական իշխանության սուվերենությունը տարածվում էր այդ հողի վրա մինչև Ռուսաստանի բան։ Բայց շարունակեմ կներեք, ես շատ կուզեի այդպես լիներ, եթե ես իմանայի, որ թրիփը այդպեսին է։ Աֆղանստանում մենք հիշում ենք ԱՄՆ-ն ոչ միայն ներդրումային ներգրավվածություն ուներ, այլ զորք ու զրահով ներկայացվածություն ուներ եւ ոչ մի տարի կամ 2 տարի։ Թալիբները գնացին, տեսանք ինչ եղավ Աֆղանստանում։ Ինչ այլընտրանք եք առաջարկում։ Ես առաջարկում եմ տարածաշրջանային իրողություններից դուրս չգալ, մեկ, երկրորդ մարդկանց չասել, որ եթե մենք թրիփ անվան ներքո Ադրբեջանը Նախիջևանին միացնող ճանապարհ ենք տվել, ապա միայն այն, որ թրիփը սպասարկելու է ամերիկյան մի կազմակերպություն, դա արդեն Հայաստանի համար սուվերենության եւ անվտանգության երաշխիք է։ Կներեք, ես 8 տարի աշխատել եմ Հայաստանում գտնվող Սիլիկոնյան հովտի խոշորագույն կազմակերպություններից մեկում, որը Հայաստանում գործում է 2000-ականներից, այդ ներդրումները չպաշտպանեցին ցավոք սրտի Հայաստանի։ Ես համաձայն եմ, որ դա երաշխիք չէ, բայց դուք համաձայն եք, որ դա ռիսկերի նվազեցում է։ Ինչ որ չափով գուցե ռիսկերի նվազեցում է, բայց հիմա բայց որ վարչապետը հայտարարի, որ այլևս 90 տարով Հայաստանի սուվերենությունը եւ գոյությունը երաշխավորված է, ինչա թե ամերիկյան կազմակերպության աշխատողը հայ սահմանապահի փոխարեն պետք է վերցնի ադրբեջանցու պասպորտը, որ ամբողջ աշխարհում նման բան չկա։ Դրանով մենք ռիսկ ենք հարատևում։ Ամբողջ աշխարհում չկա նման բան, որ սուվերեն պետության սահմանապահը կանգնած լինի միտեղ եւ եկող քաղաքացու կամ ուղեբեռի փաստաթուղթը ինքը չվերցնի նման բան գոյություն չունի աշխարհում։ Եվ հիմա մենք դա տվել ենք այդ լիազորությունը, չլինի ԱՄՆ-ին, լինի Լյուքսեմբուրգին կամ Ռուսաստանին, եւ ասում ենք, որ դրանով մենք մեր ինքնիշխանությունը հարատևել ենք։ Այդ թեման բազմիցս քննարկել ենք, վերադառնանք մեր թեմային։ Տեսեք, մենք հույս ունեինք, որ Միացյալ Նահանգները հենց մեզ են ցանկանում տեսնել տարածաշրջանային տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն։ Մինչդեռ Վենսը Ալիևին էլ է խոստանում մեծ ներդրումներ այնտեղ IT ոլորտը զարգացնելու, այնտեղ ինչ-որ բազաներ ստեղծելու, այդ իմաստով փաստորեն մրցակից ունենալու ենք շատ մոտիկ։ Ցանկացած երկու պետություն, որոնք իրար կողք են գտնվում եւ զբաղվում են նույն գործունեությամբ, իրենք մրցակից են եւ դա նորմալ է, մրցակցությունից հնարավոր չէ փախնել։ Դա վերաբերում է նաեւ անձնական մակարդակում, մրցակցությունը ընդհանրապես կյանքի առաջվա ուժն է եւ այո, Հայաստանի Հանրապետությունը պետք է աշխատի, որպեսզի հաղթի այդ մրցակցությունում։ Ոչ ոք չի ասել, որ ինչ որ մեկը գալու էր եւ Ադրբեջանին ասել էր ձեզ ոչինչ չեմ տալիս, Հայաստանն եմ տալիս, Հայաստան զարգացի, Ադրբեջան մի զարգացի։ Ով ասաց, որ այդպես պետք է լիներ։ Մեզնից է կախված, եթե կաշխատենք ճիշտ, կաշխատենք համառ, կաշխատենք օրը 24 ժամ, հաջողության կհասնենք, կհաղթենք տարածաշրջանային մրցակցությունում։ Եթե Ադրբեջանը կաշխատի ավելի լավ, ընդ որում ինչպես արել մինչև 2020 թվականը, ապա նորից մենք կպարտվենք, իրենք կհաղթի։ Ես ուզում եմ պատմական ակնարկ անել, որ Հայաստանում տրադիցիոն առումով IT-ն բավականին հզոր է, որովհետև հետագա շարունակականությունը, այդ թվում եւ ԱՄՆ ներդրումները իրականացվեցին Մերգելյան ինստիտուտի հիմքի վրա խորհրդային միության տարիներին կառուցված։ Նույնը վերաբերում է նրան, որ Ադրբեջանը եւ Վրաստանը չեն ունեցել ատոմակայան, դրա համար է Հայաստանը այդ քննարկումն ունենում։ Ուստի ուզում եմ ասել, այստեղ մի հատ տրադիցիոն ինչ-որ գիծ կա, որը մենք հիմա փորձում ենք կտրել, ուղղությունը շեղել, որը վատ չէր լինի դիվերսիֆիկացիայի առումով, եթե իսկապես տարածաշրջանային իրողությունները դրան համապատասխանեին։ Այնպես չլինի, որ Մոլդովայի օրն ընկնենք, որ հրաժարվենք դիկտատորական ռուսական գազից, ասենք 250 եվրո արժողության եւ սկսենք ձեռք բերել թանկարժեք ամերիկյան դեմոկրատական գազը 1000 եվրոյի։ Դրանով զբաղվեն, բայց ես համաձայն չեմ ձեզ հետ, որ մենք ինչ-որ բան կտրում ենք եւ փոխում ենք։ Մենք ընդհակառակը զարգացնում ենք եւ ավելացնում ենք, այդ թվում IT համակարգը։ Դուք Սիլիկոնային հովտում աշխատած ընկերության հետ եք աշխատում, հա, այդ IT ոլորտում տարածաշրջանային կենտրոն դառնալու մեր հավակնությունները կուժեղանան Վենսի այցից հետո։ Դա կարող է նպաստել երկկողմ օրակարգի մեջ, ես որևէ այսպես խնդիր չեմ տեսնում, միայն ուրախ եմ, ոչ միայն խնդիր չեմ տեսնում, եւ այո, ամերիկյան խոշոր կազմակերպությունները բավականին ուշադրությամբ հետևում են, թե Ամերիկայի արտաքին քաղաքականությունը որ երկրի հետ ինչ մակարդակի վրա է, որ իրենք կարողանան ներդրում իրականացնել։ Ես հիշում եմ իմ զրույցները տարբեր Սիլիկոնյան հովտի ղեկավարների հետ, ովքեր Հայաստանում ունեն մասնաճյուղ, բոլորն էլ ասում էին, որ եթե
ԱՄՆ կառավարությունը սահմանի սանկցիա, մենք այդ երկրում 1 օրից ավել չենք մնա, ինչը երևաց Ռուսաստանի օրինակով, եւ այս առումով մեր քաղաքականությունը չի կարող որևէ ուղղությամբ լինել հակաամերիկյան, առավել եւս որ IT տեխնոլոգիաների առումով ԱՄՆ-ն շարունակում է մնալ առաջատար եւ մեր IT ողնաշարը հենված է տարբեր ամերիկյան պրոյեկտների վրա։ Այս առումով, եթե մենք կարողանայինք իսկապես կապիտալիզացնել սա այս մասով, մեծ օգուտներ կունենայինք։ Ես դրա համար եմ ասում, որ կարևոր է թե ինչ ընտրություններ է ընտրել Հայաստանի իշխանությունը, որովհետեւ ԱՄՆ-ն կարող է եւ պատրաստական լինել ավելին տալ ըստ որոշ ուղղությունների։ Ցիցեռնակաբերդում տեղի ունեցածի վերաբերյալ, հա, այդ որ պաշտոնական կայքերից հանվեց տեղեկությունն այն մասին, որ Վենսը այցելել էր Ցիցեռնակաբերդ։ Ինչպես դա գնահատենք։ Չէ, ես համաձայն չեմ, որ տեղեկությունը հանվեց, ուղղակի Ցիցեռնակաբերդը փոխարինվեց ամար կրակի մոտ ծաղիկ դնելով, ցեղասպանություն բառը հանվեց իրականում։ Ես կարծում եմ Վենսը որոշակի էմոցիոնալ ազդեցության տակ կամ անձամբ ինքը չի արել մեծ հավանականությամբ գրառում, իր աշխատակազմն է արել գրառում, բայց որոշակի էմոցիոնալ ազդեցություն եղել է, այդ գրառումը արվել է, հետագայում ճշտելով Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտոնական քաղաքականությունը, որոշակի ամերիկյան քաղաքականությունը։ Ես կարծում եմ այնքան չէին խորացել, այնպես չէ որ Ամերիկայում նստում զարթնում, քնում զարթնում են մեր ցեղասպանության մասն են հիշում, ուղղակի եկել էր, գնացել էր այդտեղ, ներկայացնել թանգարան էր նա այցելել, թանգարանում որոշակի փաստեր էր տեսել եւ էմոցիոնալ ազդեցություն էր եղել, որից հետո աշխատակազմից գուցե որևէ մեկ այդ գրառումն արել է, չգիտեմ եթե համաձայնեցել են թե չէ կիմանան, հետագայում քանի որ դա չի տեղավորվում Միացյալ Նահանգների պաշտոնական քաղաքականության մեջ, դա հանել են, բայց ես չեմ կարծում որ դա էական քաղաքական նշանակություն կարող է ունենալ ոչ այս կողմից ոչ էլ մյուս։ Բայց Ռոբերտ, այնպեսի տպավորություն ստեղծեցիք, կարծես Վենսը ինքը հենց այդ տեղեկատվությունը պատրաստել է այդ ազդեցությունների տակ, ինչը իհարկե ես համոզված եմ այդպես չի։ Ես կարծում եմ ավելի շատ նման է նրան, որ ԱՄՆ-ի տրադիցիոն քաղաքականությունը, մանավանդ նրանից հետո, երբ կոնգրեսը ըստ էության երկու կուսակցությունների կողմից ընդունեց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևը, պետք է շարունակվեր այս քաղաքական գիծը ցեղասպանության տերմինի գործադրմամբ։ Ես ավելի շատ ենթադրում եմ, որ Վենսի ադմինիստրացիայի հետ Ադրբեջանի կամ երևի հենց Թուրքիայի կողմից եղել է որոշակի կոմունիկացիա, որ գիտեք դա մեր հարաբերությունների վրա ազդող գործոն է եւ ամենայն հավանականությամբ դա նաեւ ճշգրտվել է հայաստանյան իշխանությունների հետ, որովհետեւ մենք հիշում ենք, որ նախորդող տարիներին Հայաստանի վարչապետը եւ ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահան քննարկում էին, որ մենք պետք է դեռևս հիմնավորենք, որ 1.5 միլիոն զոհ է եղել եւ առհասարակ ցեղասպանության օրակարգը չի կարող լինել Թուրքիայի հետ հարաբերությունների կոնտեքստում անգամ պատմական։ Դրա համար իրենք էլ ասել են, դե եթե դուք դա այդպես համարում մեզնից ինչ եք հասկանալ է, քիչ ժամանակ է մնում, եկեք հասկանանք, Վենսի այցը վերջնականապես նշանակում է, որ մենք փոխում ենք մեր արտաքին քաղաքական վեկտորը։ Ես կցանկանամ այնուամենայնիվ մի միտք է հնչել դրան արձագանքել, առիթ չեղավ, բայց դա շատ կարևոր է, գործընկերս ասաց, թե Ադրբեջանի համար բացվում է այն, ինչ փակ էր մինչ այժմ ռազմական համագործակցության առումով, ես ցանկանում եմ հիշեցնել գործընկերոջս, որ 2001-2026 տարիների ընթացքում ընդամենը 2 տարի է եղել, որ 907 բանաձևը գործել է, 2001-ից սկսած ամեն տարի նախագահները 1 տարով կասեցել են, այնպես որ 25 տարի մեջ 23 տարի բաց է եղել այդ դուռը, այնպես չէ որ նոր բացվեց այդ դուռը։ Եվ ամեն դեպքում այդ դուռը բաց է եղել։ Որոշ բաներ վաճառել են, օրինակ ուղղաթիռներ, որոնք օգտագործվում էին մեր դեմ Ղարաբաղյան պատերազմի ժամանակ, ամերիկյան, ես տեսել եմ ինքս եւ դրա մասին հրապարակումներ էլ կան։ Ինչ վերաբերում է Վենսի այցին, ես չեմ կարծում, որ Վենսը պիտի գար հասներ տարածաշրջան, որ Հայաստանի Հանրապետության կողմից վեկտորը փոխելու տրամաբանությունը հասկանալի լիներ։ Հայաստանի Հանրապետությունը վեկտորը սկսել է փոխել 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու Փաշինյանի հայտարարությունից եւ դա եղել է կենսական անհրաժեշտություն, որովհետեւ հակառակ դեպքում Հայաստանի Հանրապետությունը գոնե այնքան ինքնիշխանություն, ինչքան այսօր ունի, չէր կարող ունենալ։ Ես առայժմ չեմ կարծում, թե վեկտորի փոփոխություն այսպես լրջագույն առումով կա, դեռևս Հայաստանի իշխանությունները անում են գործողություններ, որոնք կարող է Ռուսաստանում ընկալվեն հակառուսական, բայց ինձ համար առաջին հերթին այդտեղ բաղադրիչային է, որ մենք մեզ վնասող գործողություններ ենք անում, քան ավելի շատ կարելի է դա բնորոշել հակառուսական։ Վենսի այցը կարող է դեռևս մեծ հնարավորություններ մեզ համար բացել երկկողմ օրակարգի զարգացման, որտեղ ինձ համար օրինակ անկյունաքարայինը կլիներ Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների
զարգացումը, ինչպես եղավ օրինակ Վրաստանում, որովհետև Հայաստանը հիմա ժողովրդավարական ինստիտուտների առումով հետընթաց է ապրում, եւ եթե ԱՄՆ ներգրավվածությունը այստեղ ավելի հզոր լիներ, անկախ դատական համակարգ ստեղծելու, որտեղ տարբեր հոգեվորականներ եւ ինտերվյու տված անձինք չէին դատվի, ես միայն դրա համար ԱՄՆ կառավարությանը շնորհակալ կլինեի, որպեսզի համանման բարեփոխումներ Վրաստանի պես իրականացվեր նաեւ Հայաստանում։ Մի փոքր արձագանք միայն երկիր մոլորակի վրա միակ ներկայացուցիչները, ովքեր ասում են, թե Հայաստանում ժողովրդավարական հետընթաց կա, դա Հայաստանի ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչներն են։ Եվ վերջում ավանդական հարցը, որին խնդրում եմ շատ կարճ պատասխանեք, ինչը կցանկանայիք, որ մեր հեռուստադիտողը հիշեր ձեր այսօրվա խոսքից։ Ես կցանկանայի, որ հեռուստադիտողը առաջին հերթին ունենա այնպիսի ակնկալիքներ, որոնք իրական են, եւ ոչ այնպիսի, որ այս այցը պարզապես նրա մասին էր, որ Հայաստանի իշխանությունը, սուվերենությունը կհարատևի, եւ ամենակարևորը, որ ինչ չասվեց այն, որ Հայաստանը այդպես էլ չբարձրացրեց այն հարցերը, որոնք Հայաստանի ստրատեգիական նշանակությունը ունեին Վենսի հետ հանդիպմանը, այն է թե որ մեզնից պահանջում են սահմանադրություն փոխել, գնացեք խնդրեմ զսպեք, մեզնից պահանջում են անկլավներ եւ մեզնից պահանջում են 300,000 ադրբեջանցիների վերադարձ։ Այս հարցերը ցավոք սրտի չքննարկվեցին։ Վերջին ձեր շնորհակալություն։ Ես կարծում եմ մեր ակնդիրները պետք է հիշեն, որ Վենսի այցը դա Հայաստանի հնարավորությունների պատոհանի բացումն է, շատ ավելի լայն, քան նախկինում գոյություն ուներ, իսկ Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ պահանջների առումով ոչ բոլոր պահանջներն են իմիջայլոց այնպես ինչպես ներկայացնում է գործընկերս, բայց կան պահանջներ, այո, ես գտնում եմ եւ գուցե այդ մասին խոսակցություն եղել է Վենսի հետ։ Օրինակ գերիների մասին խոսակցության վերաբերյալ Վենսը հայտարարեց, այսինքն գործընթացները ամեն դեպքում գնում են, պետք չէ մտածել, որ ամեն ինչ պետք է բացվի եւ դրվի հանրության դատի։ Իսկ մնում եմ հիշեցնել, որ իմ զրուցակիցներն էին Հայկական խորհրդի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանը եւ Լուսավոր Հայաստան կուսակցության փոխնախագահ Դավիթ Խաչակյանը։